Խնդրանք, խնդրում եմ անձնականով ինձ եկեղեցական թեմաներից հարցեր չտալ, Հրանտ Միքայելյանը գրել է. Նախ, հետևորդները հիշում են, որ 2 շաբաթ առաջ գրել էի, որ պատրաստ եղեք զարգացումների, հետո եթե սկսեմ այս թեմայով խոսել, հավատացեք, հեչ լավ բան չի ստացվի։ Նախ, որոշ սրբազաններ իմ համար բացարձակ կապ չունեն ոչ եկեղեցու, ոչ հավատքի, ոչ էլ կուսակրոնության հետ։ Այն օրը, երբ Գյումրիում սրբազանը թույլ չտվեց անմահացած զինվորի մարմինը դնել եկեղեցում, այն ժամանակ պատճառաբանեց, իբր զինվորս մկրտված չէ եւ եկեղեցական օրենքները թույլ չեն տալիս։ Այսօր նույն անձը բարձրաձայն ասում է. փորձեք մի ամիս առանց կին ապրել, այսինքն երբ պետք է օրենքը չի գործում։ Զինվորիս համար գործում էր այն զինվորի, որը 19 գարուն ապրեց ընդամենը, առանց վայելքների, այն զինվորը, ով մատաղ կյանքը զոհասեղանին դրեց հանուն հավատքի եւ կրոնի, միթե սա ցինիզմ չէ։ Այդ օրից ես հրաժարվել եմ բիզնեսմեն սատանաներին կրոնի եւ եկեղեցու հետ կապել, ոչ բոլորին։ Երբ տարիներ առաջ Սուտի հայրենասեր խմբակին խնդրեցի քաղաքական հարցերը լուծել երկրի ներսում, քանի որ երբ գնում ես արտերկիր եւ սկսում ես հայհոյել եւ ստորացնել երկրի ղեկավարին, դու կամա թե ակամա ստորացնում ես հայրենիքդ։ Ինձ ասացին, դրան պետության եւ հայրենիքի հետ մի ասոցացրա։ Իսկ ով ասեց, որ կաթողիկոսը կամ որոշ իր պես սուտի սրբազաններ իմ համար հավատքի կամ եկեղեցու հետ կապ ունեն, որ փորձում եք ինձ ներքաշել։ Երբ ասում էի, վերջ տվեք ընտանիքներին թիրախավորելը, ասում էին, դու իրավունք չունես քաղաքական թեմաներով զբաղվել։ Միթե հայ կնոջը գիշեր-ցերեկ հայհոյելը, անչափահաս երեխաների նկար տարածել եւ ստորացնելը, երկրի ղեկավարին դրսերում թուրք անվանելը քաղաքականություն է արդեն Հայաստանում։ Երբ զգուշացրեցի, որ կարմիր գիծը հատեցիք, կլինի պատասխան, ասեցին, դու ԱԱԾ գործակալ ես։ 2 տարի առաջ, երբ շատ հայտնի մարդու զգուշացրի, որ լինելու է սահմանազատման գործընթաց, այն իմ սրտով չէր, դրսից ձեզ ստիպելու են եկեղեցին ներքաշել քաղաքական գործընթացներին, զգուշացնում եմ, հանկարծ այդ քայլին չգնաք, եկեղեցին Աստծո տունն է, դա կունենա պատասխան։ Գոռացին, երդվեցին, որ ոչ ոք նման քայլի չի գնա, անվանեցին ինձ մի 6-ի գործակալ։ 3 ամիս հետո սկսվեց սրբազան շարժումը։ Երբ մայիսին ասացի, որ քնած չենք, տեղյակ ենք, դրսերում ում հետ ինչ ծրագիր եք քննարկում, եթե կանք չառնեք, իմ ասած կարմիր գիծը կհատեք, դա դժոխքի դուռը բացելուն հավասար կլինի։ Կսկսվի մի գործընթաց, որտեղ պետական մեքենան բոլոր մեղադրանքների ապացույցը կունենա։ Ասացին, տենց բան չկա, դու 7 երկրի գործակալ ես։ Ախր ոնց բացատրեմ այս անբարոյական խմբին, որ դա ազգային անվտանգությանը սպառնացող քայլեր են։ Հիմա էլ ուզում են ներքաշել այդ կեղտոտ խաղի մեջ։ Քավլիցի, ես չեմ արդարացնում երկրի ղեկավարի նման բառապաշարը։ Այո, դա մեր պետությանը հարիր չէ։ Ես չեմ այն մարդը, ով պետք է քծնի, լայք հավաքի, որ տեսնեն իր գոյությունը։ Ես շատ լավ գիտեմ դրա հետևանքը։ Այդ գործելավոճի հետևանքը կտեսնեք նաև 2026 թվականին, եթե քայլեր չկատարեք դրա մեջ։ Այո, բանականություն ունեցող բոլորը արձագանքեցին, որ ճիշտ մոտեցում չէր նման խոսելաձևը։ Այ երբ մնացածն էլ հասկանան ճիշտ անելու եւ լավ անելու տարբերությունը, շատ լավ կլինի։ Նկատենք նաև, որ ոչ մի արձագանք չեղավ քեռու կողմից։ Վերջը պղծել էր մերձավորին, թե կույս էր մնացել։ Կաթողիկոսը շատ ավելի մեծ հարգանք կվայելեր, եթե 2020 թվականին երեկվա ժողով աներ, եթե գոնե մի գերի հետ վերադարձներ, եթե օգտագործեր իր հեղինակությունը եւ գոնե մի մեքենա դեղորայք հասցներ շրջափակված Արցախ։ Միլիոնավոր դոլարներ են կուտակված եկեղեցու հաշվեհամարներին, քանի արցախցու բնականանի հարց է լուծել։ Արցախից բռնի տեղահանված մեր քույր եղբայրները թողեցին իրենց ծնողների, որդիների, ամուսինների գերեզմանները։ Գոնե մի անգամ ընտանիքից մի հոգի հրավիրեին Էջմիածին, աղոթք կարդային լքված շիրիմների հոգու հանգստության համար։ Ես վստահ եմ, որ արցախցին այնքան արժանապատվություն ունի, որ ձեզանից ճանապարհի ծախս չեր խնդրի։ Անունը չեմ տա։ Մի անգամ ասացի, ախր պայմանագրի ստորագրումից հետո Շիրակի մարզի կամավորներին խաբեությամբ գերի են տարել։ Ոտքի հելեք ամբողջ եկեղեցական համայնքով, ռսից պահանջեք արդարություն։ Ասաց, աբիգար, կառավարությունն է մեղավոր բոլոր դժբախտություններուն համար, անոնք պետք է պատասխան տան եւ հեռանան։ Իշխանությունը ապիկար է, մի օր կհեռանա։ Դուք ոնց էիք քնում, երբ ձեր հավատացյալ պատանիները գերության մեջ էին։ Ինձնից յան տվեք, չխոսամ։ Խոսամ հեչ լավ բան չի ստացվի։ Կիրիլի շքանշանը փոխեցիք համազգային հարգանքի եւ պետականության հետ։
Ասում էին՝ դու գնա քո գործերով զբաղվի։ Զբաղվում եմ, շատ ուշադիր զբաղվում եմ։ Լինենք տեղեկացված։ Մի շատ հետաքրքիր հրապարակում էր տղերքի աչքին ընկել։ Ուրեմն լրատվական էջը գրում է՝ իբր վարչապետը դիմել է ժողովրդին, ասել է, որ 300,000 ադրբեջանցի գալու են Հայաստան բնակվելու, հետնել 50,000 ադրբեջանցի ոստիկան, որպեսզի հսկեն այդ ադրբեջանցիների անվտանգությունը։ Նայում եմ, ինչ, արդեն մոտ 2000 հոգի լայքել, սրտել, Գեշո Սմայլիկ ու եսիմինչ, մոտ 700 մեկնաբանություն, լաց, կոց։ Մեկը Արցախն է պահանջում, մեկը Նիկոլ է հայհոյում, մեկը նախկինների տուն տեղանիծում։ Հիմա ուշադիր, էջը բացվել է 10 օր առաջ, ոչ մի հրապարակում չկար, բացի այդ մեկից։ Հրապարակումը գովազդված էր, լավ փող էին ծախսել։ Հայալեզու էջ էր, անունը խոսում են մարդիկ։ Ուրեմն հայերեն տեքստ էր, բայց ոչ խմբագրած, ոչ հղումկա, ոչ լրատվականի տեսք։ Պարզ էր արդեն, որ թշնամու հատուկ ծառայությունների գործն է։ Մինչ տղերքը էջով կզբաղվեն, ասի արագ գրեն, որ մարդիկ գոնե հասկանան, դադար են գրել, քանի որ աչքիս ընկավ, նույնիսկ լուրջ մարդիկ են լծվել, ինչ որ օրենքներ են ցիտում, Արցախի վերադարձ եւ այլն։ Գրեցի ժողովուրդ, միթե ոչ մեկը չի տեսնում սա ինչ էջ է, որ այսպես ջանասիրաբար օգնում եք դիտում հավաքեն։ Մեկը գրել է՝ Նիկոլի Ժեղ, Ղի պապայիդ կպան, զինվորական համազգեստով, դիրքերի նկարով կենթանի։ Էջը արդեն փակվել է, բայց ասացին, որ նմանատիպ մոտ 20-25 էջ կա այս պահին համացանցում։ Տարբեր էջերում տեքստը տարբեր ձևերով է հրամցվում։ Ոչխարներն արդեն այնքան են վստահ մեր տգիտության եւ իրենց առավելության վրա, որ արդեն նույնիսկ չեն էլ փորձում ջանք թափեն, որ գոնե թաքցնեն էջի ծագումնաբանությունը։ Հարգելի ժողովուրդ, սա արդեն քաղաքականություն չէ, սա նախկին ներկա չէ, սա ուղղակի մեզ էշի տեղ դնելու փորձ է, որը ինչ որ չափով ստացվում է։ Նման բաներ տեսնելուց խնդրում ենք, մի լայքեք, կապ չունի ներկաներին թե նախկիններին են հայհոյում, մի մտեք, մեկնաբանություն գրեք, իբր հուզվել եք եւ այլն։ Մեզ թափ է ստանում նաեւ ճակերտավոր դաշնակից բարեկամի կողմից հասարակությանը թունավորելու փորձերը։ Սա կուսակցական պայքար չէ այլևս։ Եղեք ուշադիր եւ թույլ մի տվեք ոչխարներին ձեզ խոտ կերցնեն։ Իսկ զինվորի համազգեստով պայմանագրային ՍՎ-ին ով ասում էր կգաս կխոսենք, արա, կասեմ, որ նախ ես թքած ունեմ քաղաքականության վրա, ես կուսակցություն չունեմ, իմը 30 տարի է արդեն ուխտ է, եւ երբ ես անձամբ եմ ցանկանում մեկին հանդիպել, ուրեմն այլևս քննարկելու բան չի մնացել։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։